Բարև ձեզ սիրելի մեծեր եւ փոքրիկներ։ Մեր ողջուններն ենք հղում բոլոր հեռուստադիտողներին։ Եթերում ծուր թատրոնի ուղիղ խորհուրդներն են։ Ձեզ են ողջունում Արտակ Իրիցյանը եւ իմ քույրիկը Լենա Իրիցյանը։ Այսօր մենք ձեզ հետ կխոսենք բջջային հեռախոսների վատ հատկությունների, դրա վնասակարության մասին, ինչպես նաև կանրադառնանք առողջ սննդի մասին եւ թե ինչ օգտակար հատկություններ են մեր նշված սնունդները։ Կարճ ասած ծուր նստենք ուղիղ խոսենք։ Մեր օրերում խիստ անհրաժեշտ են բջջային հեռախոսները մարդկանց համար։ Դա անվիճելի փաստ է։ Կարևոր հեռախոսազանգ է, սոցիալական կայքեր, խաղեր, օնլայն խանութներ եւ այլն։ Կարծես թե բջջային հեռախոսը մարդու անբաժանելի մասն է դարձել։ Այո, դառը ճշմարտություն է դա, օրվա մեծ մասը հեռախոսն է մեզ զբաղեցնում։ Սակայն շատ հեռախոսով զբաղվելը վատ է անդրադառնում մարդու առողջության վրա։ Ի հայտ կգան տեսողության խնդիրներ։ Մեր խորհուրդը փոքրիկներին, որ օրվա մեջ հեռախոսով զբաղվել 30-ից 40 րոպե, ոչ ավել։ Դրա փոխարեն բակային խաղեր խաղան կամ դասեր սովորեն։ Օրինակ ֆուտբոլ, համընկերներիդ հետ կշփես, ամել առողջարար սպորտաձև է։ Իսկ աղջիկները Արտակ։ Աղջիկներն թող հողանոցում վայրիկների հետ առողջարար ուտելիք պատրաստեն։ Հա, ինչ լավ է հիշեցրիր։ Մենք նաև պետք է խոսենք առողջ սննդի մասին, չէ՞։ Այո։ Ինչից սկսենք։ Երևի թե բջջային հեռախոսից տեսողությունը վատացած Մարկած խորհուրդ տանք, թե ինչ սնունդ օգտագործեն, որպեսզի վերականգնվի նրանց տեսողությունը։ Սիրելի մեծեր եւ փոքրիկներ, տեսողությունը վերականգնելու համար ձուկ շատ պետք է ուտել կամ ծովամթերք։ Ես ավելի շատ կաթնամթերք եմ սիրում։ Եվ շատ էլ ճիշտ ես անում, Արտակ ջան, կաթնամթերք օգտագործելով, հատկապես կաթ, զերծ կմնաք բոլոր հիվանդություններից, միշտ առողջ կլինեք։ Կաթը ունի մեծ առավելություն, այն կարողանում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը եւ հարստացնել կալիումով։ Պանիրն էլ ամենահամեղ միջոցն է փխրուն ոսկորները անրացնելու համար։ Եթե եթերային երկար ժամանակ լինի, ավելի երկար կխոսեի կաթնամթերքի օգտակարության մասին։ Ավաղ այն մոտենում է իր ավարտին եւ մեր հրաժեշտի ժամանակն է։ Եղեք առողջ եւ երջանիկ սիրելի փոքրիկներ։ Օգտագործեք առողջարար կաթնամթերքներ եւ բանջարեղեններ։ Հեռախոսով քիչ զբաղվեք, դուրս եկեք բակ խաղալու։ Եթերում ծուր թատրոնի ուղիղ խորհուրդներն էին։ Ձեզ հետ էին Լենա եւ Արտակ Իրիցյանները։ Մինչ նոր հանդիպում։